Մանկաբուժության կոնֆերանսը համախմբել է մոտ 500 մանկաբույժի, ընտանեկան բժիշկների, վարակաբանների և այլ մասնագետների։ Կոնֆերանսին առկա և առցանց ձևաչափով մասնակցում են մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Քննարկման թեմաները տարբեր են՝ թոքաբորբից մինչև լյարդի ախտահարում։ Ընդհանրապես խնդիրները շատ են, չնայած հաջողությունները ևս շատ են։ Մենք վերջին տարիներին բավականին մեծ բարեփոխումներ ենք արել և բավականին մեծ ծածկույթ է ապահովում մեր երեխաների համար, օրինակ մինչև 18 տարեկան բոլոր երեխաների բուժօգնությունը դարձավ անվճար, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, անկախ նրանց տարիքից։ Ունենալով այնպիսի հզոր գործընկեր, ինչպես Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցն և իրենց դասախոսները, մասնագետները, իրապես արդեն քանի տարի է մենք կարողանում ենք մեր մանկաբույժներին հնարավորություն տալ ծանոթանալու այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում։ Համաժողովի ընթացքում ամերիկացի գործընկերները ներկայացնում են երեխայի զարգացման սքրինինգային ծրագրերը, կլինիկական բացառիկ դեպքեր։ Այս փորձի փոխանակումը բարձր են գնահատում հայ մասնագետները։ Լինելով միջազգային համաժողով, մենք տեսնում ենք և Վրաստանից, և Միացյալ Նահանգներից, և տարբեր այլ երկրներից, և սա շատ կարևոր է, որովհետև երբեք դու չես կարող սահմանափակվես մեկ երկրի, այն էլ միայն ասենք Հայաստանի փորձով։ Պետք է աշխարհի լավագույն փորձը ժամ առաջ բերել Հայաստան և օգտագործել, որպեսզի ստանանք լավագույն արդյունքները։ Միջազգային կոնֆերանսը կազմակերպվել է Առողջապահության նախարարության, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժական նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի գործակցությամբ։ Արամ Մանանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։